Քաղաքական դաշտում ներքաղաքական կյանքում ակտիվորեն քննարկվում է այնինչ տեղի ունենում վերջին մի քանի շաբաթների ընթացքում, այն է սկզբում Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից կամ փոխկապակցված անձանց կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորել է, հետո արդեն երկրորդ նախագահի թիմի կողմից նաև արձագանքը, որը նաև բավական խիստ էր եւ կոշտ իրենց գնահատականներում, Ընդհանրապես հասկանալի է, թե այս կոնֆլիկտը ինչու սկսեց, որովհետև երբ այսօր արդեն 1-2 շաբաթ անց նայում ենք, արդյունքները վստահաբար հանրապետականին չպիտի որ բավարարեն։ Ինչին էր պետք իրենց սա սկսել։ Գիտեք, եթե նայենք ավելի հեռուն, մենք գիտենք բոլորս էլ, եթե չափահաս մարդ ենք, այդ տարիներին ապրել ենք Հայաստանում եւ հետաքրքրվել ենք փոքրի շատ քաղաքականությամբ եւ տեսել ենք, թե ինչպես է երկրորդ նախագահան թիրախավորվում, ինչ բառամթերքով, ինչ տեսակի քննադատությամբ, ինչ տեսակի վերաբերմունքով են ինչպես են վերաբերվել իր խոսքին, արդեն պարզ է դառնում, որ ի սկզբանե ոչ մի միասնության մասին խոսք չի եղել։